Իմ մանդատն է եւ իմ պարտավորությունն է, որ Քոչարյանը սերժական կլանը պետքա ունեզրկվի օր առաջ, րոպե առաջ։ Եվ ես Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից դա պահանջում եմ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգից։ Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանի երեկվա ուղիղ հրահանգին հետևեցին իրավապահների գործողություններն ու քրեական հետապնդման հարուցումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու ու փողերի լվացման հոդվածներով։ Մինչև դա հայտնի կդառնար, այսօր վաղ առավոտյան ժամը 7-ին դիմակավորված ԱԱԾ-ականները մտան երկրորդ նախագահի որդի, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարան, թերևս ոչ պատահականորեն։ Երեկվանից լրատվամիջոցներն արդեն գրում էին Փաշինյանին հունից հանել է Լևոն Քոչարյանի ազգային ժողովում հնչեցրած այս հայտարարությունը։ Մեզ էլ ասում են Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարում լինի այս բան։ Հենց այս ելույթից հետո էլ հավանաբար որոշում է կայացվել խուզարկել Լևոն Քոչարյանի բնակարանը։ Ամեն դեպքում փաստաբաններն ասում են, քննիչը խուզարկություն իրականացնելու թույլտվություն դատարանից խնդրել է հենց 3։ Ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ դա տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Լևոն Քոչարյանը կարծում է իր ելույթը գուցե կապ ունեցել է, բայց հիմնական պատճառն ասում է իրենց ուժի ընդդիմադիր գործունեությունն է։ Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին, ինչից իրենք անակնկալի չեն եկել։ Պիղծ դավաճանի այսպես սովորական գործելավոճն է, իսկապես հերթական անհեթեթությունն է այն մարդիկ, այն ուժերը, որոնք կարող են պոտենցիալ դառնալ դիմադրության օջախներ, որոնք իրենցից բան են ներկայացնում։ Բոլոր այդ մարդկանց այդ օջախները փորձելու է զսպել։ Լևոն Քոչարյանը падգամավորական անձեռնմխելիություն ունի։ Փաստաբաններն ասում են, խուզարկությունը ապօրինի է։ Դրա համար գլխավոր դատախազը նախ պետք է խորհրդարան գնար ու նրան անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանար, քանի որ խուզարկության հանգամանքը նշանակում է, որ Քոչարյանը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո մեղադրյալի կարգավիճակ ունի։ Իրավապահները նրա բնակարանում Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի շրջանակում ապօրինի ծագում ունեցող գույքի ապացույցներ են փնտրել, բայց ի վերջո առգրավել են հարսանեկան հուշանվերները։ Իմ տպավորությունը այնպիսին էր, որ ցանկանում են գերթանկարժեք բաներ գտնել, որոնք այդպես էլ չկարողացան գտնել, ընդհանրապես իրենց հարսանիքին նվիրած հուշամեդալներ են տարել։ 7 ժամ տևած խուզարկության ընթացքում Քոչարյանի բնակարանում են եղել նաև նրա 1 մանկահասակ ու 2 անչափահաս երեխաները։ Հենց նրանք էլ դուռը բացել են դիմակավորված ԱԱԾ-ականների առջև։ Ռոբերտ Քոչարյանը կրտսերն է բացել ու ասենց ասում էր Էս ինչ են անում այս մարդիկ այստեղ։ Լևոնիկինն էլ փորձում էր փոքրիկին բացատրել, որ, չգիտեմ, հնարավոր է Սպայդերմենն է եկել։ Լևոն Քոչարյանի բնակարանից բացի առավոտից խոզարկություններ են իրականացվել Քոչարյանների ընտանիքին պատկանող ու նրանց հետ փոխկապակցված ընդհանուր 17 ընկերությունների հասցեներում։ Play City, Orange, Fitness, Toyota ընկերություններ, Լևոն Քոչարյանի կնոջը պատկանող Պրեգոմեշի գրասենյակ։ Գրասենյակից ըստ փաստաբանի իրավապահները քննության համար որևէ կարևոր բան չեն հայտնաբերել, սակայն որոշել են կապարակնքել այն։ Ընդդիմադիրները այն միանշանակ կարծիքին են, որ իրավապահների գործողությունները Փաշինյանի ուղիղ հրահանգով են տեղի ունենում եւ եթե չլիներ նրա երեկվա ազգային ժողովում արած հայտարարությունը, ապա այսօր այսպիսի զարգացումներ տեղի չէին ունենա։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է, բոլորն են տեսել, երբ ազգային ժողովի թիմի քաղաքական ամբիոնից երկրի վարչապետը ուղիղ հրաման տվեց իրավապահներին, որպեսզի քրեական գործեր կարեն, որպեսզի ահաբեկեն, բռնաճնշումներ իրականացնեն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մերձավորների նկատմամբ։ Ձեր աչքի առաջ հանրության առջև Իլուր Աշխարհի Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի ամբիոնից ուղիղ ցուցումներ էր տալիս ուժային եւ իրավապահ կառույցներին։ Ինքը ուղիղ քննչական մարմիններին այս ԱԱԾ-ին մյուսին ասած կգնա գործը կկարեք, կհարուցեք, բերեք մարդկանց կալանքի կտանեք։ Երեք հայտարարեց, այսօր արեցին, այսօր հայտարարի մեկ ուրիշի հետ կապված այն մյուսին են անելու։ Գզրոցներում ինչ որ միտեղ հավանաբար ինչ որ փաթեթներ կազմված պատրաստ ունեին, ինչ որ պահի օգտագործելու համար, բայց սա քաղաքական ուղիղ ցուցումով տեղի ունեցած գործընթաց է։ Փաշինյանն այսօր ազգային ժողովում հերքեց, թե 3 ուղիղ հրահանգել է իրավապահներին։ Ասում է, թե այդ հրահանգը տվել է դեռ հունիսի 5-ին նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ։ Առիթը չկորցնելով վերհիշեց սպառնալիքներով լի ու բացարձակ ոչ բարեկիրթ իր նախընտրական բառապաշարը։ Այո, պետք է նստեն։ Ծառուկյան Գագիկը պետք է հայտարարություն անի, ասեն ինչ էի կանում, ասում,
որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ ըլնի, բա երբ է թոշակը բարձանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պիտի ասի դա։ Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի։ Դե փորձի մեկը չանի։ Ունեմ լեգիտիմություն, ասել եմ կզծնելու եմ, ուրեմն կզծնելու եմ։ Բա ասել եմ պետության համը բերանները տա մնալու։ Հենց մի քիչ զգամ, որ այդ համը բերանները թուլացել է պետությունը, ժողովրդի պետությունը բերանների իջնելու։ Փաշինյանը, որը երեկվանից կոռումպացված ու կաստայացված է անվանում դատական համակարգը, նախկիններին ծառայելու մեջ մեղադրում, այսօր հայտարարեց, թե հենց այդ համակարգը դրա իր կառավարությունից անկախ լինելն է պատճառը, որ 8 տարի է իշխանության է, բայց ընդդիմադիր առաջնորդների դեմ միայն հիմա են կոռուպցիոն բացահայտումներով գործեր հարուցվում։ Չնայած Փաշինյանը թերևս բաց թողեց մի կարևոր հանգամանք, նման գործեր հարուցում են ոչ թե դատարանները, այլ քննչական մարմինները, որոնց բոլորի ղեկավարներին ինքն անձամբ է նշանակել։ Իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ եւ մաֆիոզների հետ պետքա գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Ղալաթ է կարե գլուխները պատին եք տվել։ Հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք։ Հնազանդ։ 8 տարի։ Բա ես չգիտեին, ովքեր էին, չգիտեին այս բանի։ Կասկադի պատմությունը չգիտեին։ Ինչ են այս գործերը դարակներուն, ես որևէ մեկին ասել եմ, որ բան արեք, կամ կանգնացրեք, կամ էս արեք, կամ են արեք։ Ընդդիմությունից Փաշինյանին արձագանքում են սա 2018 թվականը չէ, ինքը Հայաստանը ղեկավարում է արդեն 4-րդ ժամկետով եւ ժամանակն է, որ փոխի հռետորաբանությունը։ Ինքը 4-րդ անգամ է գալի ու այսօրն է սա խոսում, ոնց որ առաջին անգամն է։ Ինքը եկել է արդարություն հաստատելու թալան, մենք արդեն հիմա մտածում ենք իրանց թալանածը ոնց պետք է հետ բերենք։ Այդ իրանց 8 տարիների, որը հսկայական թալան է։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։